Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տողնը շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ասեմ, որ շատ սպասված հյուրեր ունեմ, բայց նրանց մասին րոպեներ անց, որովհետև ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, իսկ թե ինչ կապ ունեն իմ հյուրերը տեսահոլովակի հետ, կիմանաք րոպեներ անց։ Dabaram dibidi dam, dabari dabari dibidi dam. Dabaram dibidi dam, dabari da 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 dibidi dam. Dabaram dibidi dam, da 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 dibidi dam. Dabaram dibidi dam, da 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 dibidi dam.
Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը, չեմ ուզում շատ երկար խոսել, որովհետև հյուրերս ուզում եմ մի անգամից ներկայացնել եւ անցնել բուն թեմայի, բայց ըստ համանդրական օրենքի ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալ եմ երկու տաղանդավորների՝ DJ Smoke-ին եւ Էմանուել Հակոբյանին։ Ողջույն տղաներ ջան։ Ողջույն Զինա ջան։ Բարև Զինա ջան, բարև։ Ոնց եք տղաներ ջան։ Շատ լավ, բարձր տրամադրությամբ ուրախ, ընտիր։ Արտակարգ տրամադրությամբ եկել ենք։ Մանվելը մանավանդ։ Ես մի հարց եմ ուզում տալ ձեզ։ Միջև ձեր արձագանքելը եւ այսպես ասած իմ որոշում կայացնելը ձեր ընկերներից շատերին ուղարկում են տեսալովակ, ասում են Զինուլ, գիտես չէ, հենց քո ծրագրի ֆորմատի տեսալովակը ծնվել։ Իսկ դուք ինչու առաջինը չեք արձագանքում, պարոն Սմոկ։ Մենք չենք խորացել այդքան, որտեվ Համեստություն եք անում։ չէ, մենք առհասարակ ինձ բան չունենք, մենք ինչ որ Մեզ կանչեք եթեր։ Հա, տենց կլինի, չի լինի, որ չի լինի։ Համեստ։ Մենք բան չենք, էլի։ Հա, ինչ։ Ոնց մեր համար հանգիստ Ընտաժակայություն Աշխատում եք, լավ, աշխատում եք, անձայն խելոք, շատ լավ։ Իսկ ինչ կապ ունեք միասին այս համագործակցության թեմայի մասն եմ ուզում։ Մենք կապ ունենք իրար արդեն 20 տարի։ Հա, արդեն 20 տարի 20 տարի մեծանում եք իրար հետ։ Հա։ Հետո Մեկս մեկի թերությունները գիտենք, մեկս մեկի բնավորության բոլոր գծերը գիտենք։ Դա ուզում Մենք ասեմ։ զանգակ ու բամբակ ենք այսպես Զանգակն ու բամբակն են։ Ինչքանով է դիմադրում Էմանուելը Սմոքին։ Դե պլյուս մինուս որ եթե երկուսը պլյուս լինեն, Բալանսի գալիս եք։ չենք բանանի, չենք համապատասխան այսպես ասած։ Արդեն շուտ բանից վիճված կլինենք, արդեն իրար հետ կապ չենք ունենա։ Դրա համար տարբեր բնավորությունը արդեն համատեղում ենք իրար հետ այսպես Էսի, բայց ասած։ այս տարիների ընթացքում ինձ թվում է սվերջի ժամանակատված մեր ապրելակերպը եւ ապրելավոճը շատ մեր ընկերների մեզանից եւ բաժանելա եւ միացելա, չգիտեմ, տենց թեմա կա։ Ձեզ մոտ այդպես խոչընդոտներ չի եղել, չէ՞, ոնց որ։ Չէ, որովհետև ամենակարևորը մենք փող կիսելու խնդիր չունենք։ Այ, հա։ Մենք փող չենք կարող կիսենք իրար հետ։ Արժանի պատասխաներ։ Ես համաձայն եմ։ Շատ լավ, դե նոր գործի մասին խոսեք եւ ես ոնց հասկացա մեր Եղիշիկն էլ կապ ունի այս թեմայի հետ։ Գասպարյանը միանշանակ վարպետը միանշանակ կապ ունի։ Որոշեց մտածեցինք նախ ինչ որ սխեմա գծեցինք, մտածեցինք, որ անպայման պետքա պարոն Եղիշե Գասպարյանը Վարպետը անպայման, նայեք, միտքը հղացավ, բայց թե ինչ պետք է անենք, մենք էլ չգիտենք ինչ պետք է անենք։ Զանգ վարպետին, վարպետն եկավ ստուդիա, ասաց ինչ եք անում։ Ինչ եք ուզում, ասին չգիտենք։ Ասես որ չգիտենք, բակե։ Ջեք աճեց։ Չէ, հենց տեղում էքսպրոմ քննարկում լադային բան որոշեցինք, լադայինը որոշեցինք, այդ լադի մեջ տարբեր թեմաներ, օրինակ մի 10 թեմա նվագեց, տարբեր թեմաներ։ Ու այդ օրը անցավ, հաջորդ օրը լսեցինք ինչ կարելի է, որ թեման կարելի է։ Լսեցինք, ջնջեցինք։ Ոչ մի հատը պետք չէ։ Հետո մի հատ նորից եկավ վարպետը, նորից մի հատ նույնը եւ մի քանի բան էլ ավել նվագեց, ու նորից գնաց լսումների փուլը, հա լսումների այն որ էսի կսրա այդ կծազի, էսի նրա նոտայը չի կպնում, բայց լավն է, մի քիչ ծռենք։ Միջվել, սենց։ Հա, մանվել ավելի թարքի էլի, չէ, ապեր դու չես հասկանում, դու հələ մի խորացի դու քո ռիթմերի մեջ մնա բան, հա, process-ը սկսվեց։ Հետո մեկ էլ տես մի օր Ոնց ուղարկում է, ինձ սախ կպցրած իրար մի հատ բան, ասում եմ լսի, sense լավ բան եմ խորը, ասեցի դե խորացել ես, դե շատ լավ է, ու որ ստարտը տվեցինք արդեն մակրագիր որպես այդպեսին։ Կներես շարունակեմ, որ արդեն ինչ որ բան պակասում էր, ընթացքում ինչ որ բան պակասում էր, ու որոշեցինք նաև համատեղել օբերը։ Օբերը, դհոլը, հա, դհոլը հարստացրել եք։ Հա, հարստացրել ենք, հա, իրան դհոլը նվագել է մեր էլի վարպետներից Ալիկա Փելոշյան, շնորհակալություն վարպետին եւ օբերի նվագը, որ ով կորյունը։ Հա, կորյունն ասեցինք, եկավ, լսեց, լսեցինք էլ իր ուղղությունները, հա, մենք միշտ հաշվի ենք առնում, լսում ենք։ Մենք տենց բան չունենք, չէ, մենք սենց ենք ուզում ու վсё։ Չէ, տենց բան չկա։ Մենք շատ սիրուն, մենք միշտ լսում ենք մարդկանց,
մեզանից շատ կոշիկ մաշացրած մարդկանց կարծիքը միշտ հաշվի ենք առնում։ Հա, թողում ենք մերը, բայց այդ մարդկանց ասածից ինչ որ մի բան հաստատ մեզ պետք է, էլի ինչ։ Հաստատ մի բան մեզ պետք է գալու, այդպես տենց արեցինք տենց, եկավ արդեն բանի փուլը, եկավ արդեն իրա որ պետք է ունենա ինչ որ մի վիդեո տարբերակ։ Մտածեցինք ինչ անենք։ Լավ, այս թեմայի շուրջ բոլորը արել են։ Կամ եթե անում ենք պետք է անենք մի գրանձիոզ բան, կամ էլ եթե անում ենք պետք է անենք նենց բան, որը հələ ոչ մեկ չի արել։ Հետո Տենց նստեցինք մեր մոնտաժնիկի հետ, Էդոյի հետ, Հակոբյանց եղբայրների production-ի Էդոյի հետ նստեցինք, ինչ անենք, որոշեցինք եւ անենք, չէ, եւ արել են, սանով անենք, որը չէ, սանով արել են, այս անենք, ասեցի մի հատ բան ասեմ, չէ։ Ասի քո papan հին հարսանիք նկարող է, չէ, ասացա։ Ասի ինչքան հին հարսանիք կա 80-ականների, 70-ականների, 90-ականների, 2000-ականների։ Արի բոլորի հարսանիքները կտրտենք ու հավաքենք սան։ Ու այդ փնտրտուքի ընթացքում մենք պեղեցինք վարպետ Եղիշեի հարսանիքը։ Ոյ, լուրջ։ Եղիշե Գասպարյանի հարսանիքը գտանք։ Հետո։ Որ գտանք։ Ու հիմա այդ ցակթել ենք։ Ահա ես իմում հարսանիքներն է։ Եկել ասեմ մանվել հարսանիքը տուր։ Ես չունեմ հարսանիքի դիսկ։ Հիմա գելեմ իմ հարսանիքի դիսկն եմ մանվել։ Այ բանամ աշխարհի սաղ դիսկերը կա։ Արխիվից են որ դաժե նոր արտադրվել, դաժե դիսկը կա։ Ես իմ որ թվի չկա։ Ամեն ինչի չգիտեմ նշան դրեք, բայց ես իմ ինչերը կա, հարսանիքը չկա իմ։ Դե չկա, իմը չկա, ավելինը չկա, թող որոշվեց, դες դրեցինք վարպետ Եղիշեի հարսանիքներն ներգրավեցինք, ցույց տվեցինք, այս որտեղից եք ճարը բան, ասենք գտել ենք։ Գտել ենք նաև 70-ականներին սև ու սպիտակ որակը տեն, մի կերպ իրան ռեստավրացրել ենք, բան այդքան հարսանիքը նստել եմ նայել եմ, Լուրջ ես ասում։ Մոտ 20-ից ավել հարսանիք եմ նայել։ Հետո։ Դաժե երգի անունը այդ բառը որ գրվում է ինքը վկայել ենք հին են 90-ականների bubble shrift կար word file-երի մեջ bubble shrift կար տենց դաժե այդ ենք վերցրել այդ դրանով ենք գրել գույնը տենց ինչ որ տենց բորդո մոդել չէ բորդոն բորդո տարերով բան տենց ստացել ենք իրա ու ստացել ենք այն ինչ ստացել ենք չեմ լավա վատա այդ էլ թող ժողովուրդն ասի քսի բայց sense որ լսում եմ բավական աշխատանք է տարված հա ընդհանուր հա ուղղակի ժողովուրդը դա չի տեսնում հələ նստեք 20 հարսանիք նայեք ուրիշի հարսանիքը երաժշտությունը խոսքի ասեք չվայմեցիր այդ ընթացքում իմ հետ է կապնվեր իմն էլ տայի էլի Գոնե ժողովրդի հարսանիքը կտեներ բոլոր տարապում են այդ թեմայով։ Ու ամենակարևորն էլ երբ որ մեքենայի մեջ էին կադրեր անում, ասում էր ախպերս մի հատ ձենը բարձրացրու, ռեքեմ, որ այդ երաժշտությունը մեջ լինի, այսինքն այդ տակից զվուկը։ Այդպես բաներ կար։ Համենայնդեպս վստահ եմ հիմա բոլորն ասում են Հակոբովնան ջուր է ծեծում։ Դե ինչ տղեկ ջան, ձեր թույլտվությամբ տեսալվակի պրեմիերան կազմակերպենք, վերադառնանք տաղավար, այսքան խոսում ենք, դա նշանակում է, որ ի վերջո իմ ծրագրի ֆորմատին շատ մոտ տեսալվակ է ծնվել, իսկ թե ինչպես կիմանայք հենց հիմա պրեմիերայից հետո վերադառնում ենք տաղավար։ Իհարկե, մեր սիրելի հեսայի եղբայրը, Սերժիկը
21 TV եթերում տեսահոլովակի պրեմիերա տեղ ունեցավ ես ես խոստանում այս տեսահոլովակը բազմիցս առաջին այդ կարող եք դիտել մեր ծրագրի շրջանակներում, որից հետո նաև 21 TV ընթացքում տեսահոլովակներ են մեջտեղներ, որ լավ տեսահոլովակներ են լինում, շատերն ասում են չալաղաճ տեսահոլովակ ունես, Զինա իմ կարծիքով հենց սա այդ տեսահոլովակների շարքում է։ Չալաղաճ չի ինքը ուղղակի սովորական Չէ։ Ինձ համար մարդ, որը նստել է 20 հատ հարսանիքը նայել, արդեն չալաղաճ է։ Հետո մի այլ թեմա էլ կա։ Ես հասկացել եմ, որ վերջի ժամանակատվածում հանրությունը ավելի շատ գնահատում է, դիտողականությունը նաև մեզ մոտ փաստում է այն տեսահոլովակներն են սմոք, որոնք ինչ որ հատուկ են կոտրված սեր, սցենար, ալիքը ծովի, չէ։ Մարդկանց պետք է այս լայվ տարբերակները կամ երգիչ ուղակի ինչ որ միտեղ կանգնում է, նստում է, սկսում է երգել։ Չէ, ես այդ միշտ դեմ եմ եղել այդ աղջիկը, տղեն, ծովը, կրակը, գիտարը, բանը։ Այդ լավ տեսահոլովակները Բան չասեցի։ Այն որ լուրջ աշխատած տեսահոլովակները, այն որ համաշխարհային թեկուզ մեր հայ իրականության մեջ էլ կա լավ սիրուն աշխատած ֆանտաստիկ աշխատած տեսահոլովակ, լավն է լավ տեսահոլովակ, ինքը մինի ֆիլմ է, բայց եթե պետք է անեն այդ հերթական սերը, յարը, մեռավ, գնաց, արի, սիրեմ, գնա, պսակվենք, անենք, բան, աղջիկը տղեն, գիտարը, խարույկը, ծովը, ավտոն, այդ բանը Անիմաց ժամանակի կորուստ եւ գումար։ Հա, շնորհակալություն, ավելի լավ է դրա տեղը նստի տունը, կուխնյայում, գլխարկտի, գլխիդ կամերանտի դեմը, այդ երգը միացրա երգի, այսօր մի հատ երգ դիրտակը, պատրաստ ամեն ինչ։ Ռոքեզի տեսահոլովակ։ Շատ լավ, այս երկը երաժշտությունը ընդհանրապես սկսել եք օգտագործել արդեն ժամանակ։ Ու ոնց է։ Նայեք, սենց ասեմ ձեզ, միջև ինքը դառնա արդեն հանրային պրոդուկտ, մենք ունենք ֆոկուս գրուպը։ Տարբեր մարդկանց եմ ես այդ ոնց բան լսացնում։ Ասենք օրինակ եմ գնում եմ ավտոյի, դեյտա լավ չացա, գնում եմ բոքսերը, ասում տղեկ հենց այդտեսի լսեք։ Որտեղի գործ են անում, արհեստը լավն է, ասենք խոսք չգիտեմ, բժիշկ ընկերն եմ, ուղարկում եմ իրան, բայց չեմ ասում ինչի մասին է, ով է։ Ասում եմ լսի։ Ասում եմ լավ, այսինքն տարբեր մարդկանց որ լսեցնում ես, տարբեր կարծիքներ ես հավաքում, հետո այդ կարծիքները բերվում է, իմի է բերվում, հետո անցնում ենք level, devi level, այսինքն կայացած երաժիշտների, երաժշտագուրուների մոտ ենք դա լսացնում բան, իրանց կարծիքներն ենք համբերում, հա։ Սենց հավաքում ենք, հետո մի հատ էդի կոչվում է բան work test, աշխատանքային թեստ եմ անում իրան, տալիս եմ, ասում կերվավ, չկերվավ, հետո պետք է այդ բրակերը հավաքես, հետո արդեն Հիմա որ փուլի վրա եք այդ ամբողջը ասելուց։ Էդի միջև հանրայնացնելն է, հա, հասկացա։ Միջև հանրայնացնելը։ Այն որ խոսքի կարատրեկը հնչի կա, զանգեմ անջատեմ, զանգեմ մանվելին, գործ հետ ասում ապել այսօր էսի արեցի, ստեղ սենց բանը կիսատա, վсё է, տիպ դու մի հատ բզբզա դրա վրա, ինքը կանի ու այդպես։ Դուք գոհ եք։ Մենք գոհ ենք։ Հիանալ եմ։ Մենք էլ ենք գոհ։ Բայց միջև տարվա վերջ էլի թեմա կա, որ գոհ մնանք։ Կիսատ գործ կա։ Չէ։ Այսքանով եզրափակվեցիք, չէ՞ մոտ։ Չէ, ընդհանուր առմամբ լիքը կիսատ գործեր կան անելու։ Բայց ուզում ենք մինչև տարվա վերջ ինչ-որ մի հատ բան էլ թողարկենք։ Չգիտեմ ինչի ստումա դուք նոր տարվա լավ նվեր պետք է անեք, էս էլ նոր տարվա թեմա տենց։ Ոնց էլ չլինի աշխատող է, էլի։ Մի հատ հարց էլի։ Հա։ Մենք այս երկի շրջանակներում Այո։ հյուրեր ենք գնում։ Մենք այս տարի որոշել ենք, որ նոր տարվա բան չենք անելու։ Ինչի։ Չէ, մենք տենց որոշեցինք։ Մի հատ փոքրիկ պատմությունիկ կա։ Մենք որոշեցինք, որ ախպեր, այս տարի չենք անում, այս տարով նոր տարի ոչ մի չենք անում։ Ես ասեմ ձեզ լինելով որպես հաղորդավարուհի, աշխատում եմ բնականաբար միտեղ ի տարբերություն երգիչների, բայց ես այդ օրը իմ DJ ընկերների ինչքան լավ գործեր եմ ունենում, playlist-ը հավաքում եմ ու տալիս եմ այն DJ-ին, իմ համար էական չէ ով է աշխատում, ես միշտ չի որ գիտեմ ում հետ եմ աշխատում։ Տալիս եմ գործեր, ասում սրանք պարտադիր պետքա լինի։ Ինչքանով է ունենում, ինչքանով չի, ասում եմ հաստատ, ասում եմ հաստատ, որովհետև թարմա լավն է ու ուզում եմ այդ շարքերում լինի, էլի այդքան ասում եմ դրա համար։ Իսկ ես մոտակա 15 րոպեվա ընթացքում հասկացա զանգակ բամբակի թեման։ Այո։
անխուսափելի թեմա է ու հաստատ տենց է։ Հա, մեր տենց է։ Շատ լավ։ Իսկ ես քանի որ ասեմ ըստ ֆորմատի մենք ունենք հոբելյարներ, բնականաբար սպասում են, էլի։ Ինչ կլինի։ Տեսախցիկի նայելով շնորհավորեք։ Ի սրտանց շնորհավորում եմ այսօրվա բոլոր հոբելյարներին, լինեք առողջ, երջանիկ ու հաջողակ։ Շնորհավոր ենք, ամենակարևորը լինեն հաջողակ, լսեն լավ երաժշտություն ու երկար ապրեն, շատ ապրեն։ Այնքան ապրեն, որ հավեսները դուրս գա։ Այնպես հաճույքով ապրեն, հա? Վայելելով, կյանքը վայելելով։ Ես միշտ ասել եմ, կյանքը ապրի տուրիստի պես։ Տուրիստի պես ապրեք։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ լավ գործի համար, շնորհակալ եմ, որ ձեր թանկ ժամանակը նաև տվեցիք ինձ, որովհետև ես խոստանում եմ միշտ հեռուստադիտողին եւ պահանջում եմ, գիտեք, որ լավ, մի բան չնկատեցի, դուք արձագանքեք, էլի, համեստություն մի արեք, այդ թողեք հարսանիքների ընթացքում, արձագանքեք, ես ուզում եմ առաջնեմ միշտ ներկայացնել անձամբ մենակ։ Իսկ այսքանից հետո էլ ուզում եմ նաև մեր հեռուստադիտողների շնորհակալներ, ովքեր անդավաճան հետևում են, գրում, ջնջում, պահանջում են նաև շատ դեմքերի հետ հանդիպումներ, բայց հասկացաք, ինձ մոտ գալիս են բացառապես այն անհատները, այն դեմքերը, ովքեր որ ունեն լուրջ նորություններ։ Եվ իհարկե շնորհակալ եմ այս բան իմ ամենակարևոր գործընկերոջը City Mobile ընկերությանը, որովհետև եթե ճիշտ ժամանակին հասնում եմ նկարման, ապա դա նրանց գործն է եւ շատ շնորհակալ եմ ճիշտ գրագետ աշխատանքի համար։ Միջև իմաց ասած իմ տաղանդավոր ընկերներն են եւ ձեր Դինա Հակոբովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում բարին ձեզ։ Արցունքներն են հոսում իմ աչքերից Ես որսում եմ դրսում սիրտս հոգիս Քեզ է կանչում, չես լսում Կաթիլ, արցունքներն են հոսում իմ աչքերից Ես մրսում եմ դրսում սիրտս հոգիս Քեզ է կանչում, չես լսում Գնում կամաց թողնում ես Աշտան կամու դիմաց որն է մեղքս Ինչ պատահեց քեզ հանկարծ Հեռանում ես Գնում կամաց թողնում ես Աշտան կամու դիմաց որն է մեղքս Ինչ պատահեց քեզ հանկարծ Հեռանում ես կայլ արքայլ, ինձ թողնում են մտախուր Երազում եմ բայլդ գա, քո համար եմ ես վախում Կարոտում եմ լույս աչքերդ, մի գնամ մնա հավերժ Կարոտում է քեզ մեր սերը, մի թող կործնի նա մեզ Կաթիլ հալվում ա օրը սերը կյանքը մեր Հատիկ պահում եմ քո մասին հուշեր երկեր Չեմ լինի ես առանց քեզ եմ, դները չարժի պակել Իմասի եթե պետք լինի ես գրամ քեզ կգտնեմ Ու կաթիլ կհավաքեմ Տխուր մոլոր Աշխարներում բոլոր ես քայլում եմ Իմ հուշերով մոլոր քեզ հետ կապված Երազներով հին ու նոր Տխուր մոլոր Աշխարներով բոլոր ես քայլում եմ Իմ հուշերով մոլոր քեզ հետ կապված Երազներով հին ու նոր Հեռանում ես Գնում կամաց թողնում ես Աշտան կամու դիմաց որն է մեղքս Ինչ պատահեց քեզ հանկարծ Հեռանում ես Գնում կամաց թողնում ես Աշտան կամու դիմաց որն է մեղքս Ինչ պատահեց քեզ
կամաց ինձ թողնում ես Աշնան ու դիմաց որն է մեղքս Ինչ պատահեց քեզ հանկարծ